Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող դատական նիստի ժամանակ Վարդանյանն ու նրա փաստաբան Աբրահամ Բերմանը բողոքարկել են դատավորների կազմը, նշել, որ պաշտպանությունը հնարավորություն չի ունեցել լիովին ծանոթանալ լսումների բոլոր արձանագրություններին։ Դատարանը սակայն բողոքը թողել է առանց քննարկման, հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 6-ին։ Իդեպ ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Գենսերը հայտարարել է, որ եթե Բաքվի ռազմական դատարանը նրան մեղավոր ճանաչի ավելի քան 40 կեղծ մեղադրանքով նրան կսպառնա ցմահ ազատազրկում։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ահազանգում է հայաստանցի բնապահպանների նկատմամբ հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունների կողմից իրականացվող արշավների մասին։ Կազմակերպությունն իր տարեկան զեկույցի առողջ շրջակա միջավայր իրավունք բաժնում նշում է, որ բնապահպանները բախվել են դատական հայցերի, որոնք նպատակ ունեին լրացնել նրանց, ինչպես նաև դարձել են լրատվամիջոցների զրպարտչական արշավների թիրախ։ Այդ արշավներում ներառվել են մեղադրանքներ, թե նրանց ակտիվիզմը սպառնում է ազգային անվտանգությանը։ Այս գրոհներն իրականացվել են 2023 թվականի դեկտեմբերին Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ազդեցությունների վերաբերյալ նրանց համատեղ հայտարարությունից հետո։ Օր ու գիշեր Մինսկի խմբի լուծարման պահանջող Ալիևը զուգընթաց ինչ տարին սկսվել է, տարածաշրջանի խնդիրները հարթակներում քննարկելու մասին է խոսում։ Մինչև Իրանի նախագահի Ադրբեջան այցը նա Բաքվում Իրանի խորհրդարանի խոսնակին էր ասում. տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, անընդունելի համարեց արտաքին ուժերի միջամտությունը։ Նույն միտքը կրկնում է հիմա Իրանի նախագահի հետ հանդիպմանը։ Նա կրկնում է Ադրբեջանը կուշտ է միջնորդներից։ 28 տարի մենք ունեինք այդ միջնորդները՝ ԵԱՀԿ, Չարաբաստիկ, Մինսկի խումբը, որի միակ նպատակն էր ամրապնդել օկուպացիան եւ Ղարաբաղը հանձնել Հայաստանին։ Պատերազմի ավարտից հետո է նա բացահայտ ծաղրում Մինսկի խմբին, հայտարարեց էլ, թե նրանց թոշակի գնալու ժամանակն է։ 2022-ի հունվարից հեգնում էր, թե հոբելյանական տարի է, կարող են նշանավորել։ Հավանաբար պատրաստվում են հոբելյանական միջոցառումների, ինչպես հայտնի է Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, եւ այս տարի լրանում է 30-ամյակը։ Աշխատանքային ստաժի 30 տարիներից հետո նրանք թոշակի անցնելու շեմին են, ուստի նրանց ցանկանում եմ երկար տարիների կյանք ու ամուր առողջություն։ Pensiya ərəfəsindədirlər. Ona görə onlara can sağlığı. Մեկ Վրաստանին է շողոքորթում որպես տարածաշրջանի դերակատար, մեկ Իրանին։ Ատամիտը 3x3 ձևաչափի ռեինկարնացիան է, իրեն հարմար դիրքավորումներով։ Հայտարարեց, թե տարածաշրջանում գործակցության հիմնական բեռը պետք է վերցնեն դերակատար երկրները՝ Ադրբեջանն ու Վրաստանը։ Իսկ ավելի վաղ Իրանի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը հիշեց 3x3-ը։ Այս ձևաչափը, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո ստեղծվեց Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնությամբ։ Թուրքիա, Իրան, Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան ձևաչափով հանդիպման վերջին նիստն էլ հենց Թուրքիայում էր, անցած տարվա հոկտեմբերին, եւ այս անգամ էլ իդեպ Վրաստանը բոյկոտեց այս հարթակը, չցանկանալով Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ նստել։ Հետո Ռուսաստանը ձեռք մեկնեց, ասաց. Վրաստանի 3x3 դռները միշտ բաց են, ասաց հասկանում են Թբիլիսիի վերահավատությունը, բայց նրանց ներկայացուցիչների աթոռը միշտ կլինի այդ ձևաչափի նիստերի դահլիճում։ Վրաստանն իդեպ Ադրբեջանի վերջին հայտարարությանը արձագանքեց, ասաց պատրաստ են ներդրում ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Ինչու է Բաքուն դեմքով դեպի տարածաշրջան շրջվել։ Ադրբեջանի քաղաքականությունը շատ հասկանալի է, որովհետև ինքը իրականում ուզում է թողնել Հայաստանը իզոլացիայի մեջ եւ պահանջում է միջանց։ Ինչ է ուզում անի Ալիևը, ինքը ուզում է Հայաստանին դուրս թողնի բոլոր ռեալ process-ներից։ Իսկ պաշտոնական Երևանն այս ձևաչափին ի սկզբանե դեմ չի արտահայտվել, բայց շեշտել է ցանկացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն ամբողջական ու ներառական է եւ հիմնված է ներգրաված բոլոր պետությունների միջև, փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա։ Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը, բազմակողմանի ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե այդ բազմակողմանի ձևաչափի, թե երկկողմ երկխոսության խաթարմանը։
Կառավարության նիստում որոշում է ընդունվել փոփոխություններ եւ լրացումներ կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման ընթացակարգում։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հատկացված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ։ Անհրաժեշտություն է առաջացել որոշման շրջանակում տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաեւ թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին, միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը։ Ապրիլի 23-ի դրությամբ բռնատեղահանված ավելի քան 120,000 արցախցիներից միայն 8,817-ն է Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրել։ Հանրապետության նախագահն էլ այս պահին նրանցից 8,052-ին արդեն շնորհել է այն։ Վերջին տվյալները Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից են փոխանցում։ Ցուցանիշները բավականին ցածր են, որովհետև եթե տոկոսային հարաբերակցությամբ վերցնենք, սրանք շատ ցածր ցուցանիշ են համարվում։ Նախորդ տարվա ամփոփ տվյալներով, այսինքն բռնատեղահանումից ավելի քան 1.5 տարի անց արցախցիներից մոտ 5,500-ն էին դարձել Հայաստանի քաղաքացի։ Ընդամենը 4 ամսում դիմումների նկատելի աճը մասնագետներն ու պատասխանատու կառույցները առավելապես պայմանավորում են բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու հանգամանքով, ինչի համար արդեն Հայաստանի քաղաքացիությունը պարտադիր է։ Այն արդյունքները, որ կառավարությունը ցանկանում է գրանցել բնակապահովման ծրագրում, այս 1 տարվա ամփոփումից հետո բնականաբար չի ունենալու։ Եթե համեմատենք 25,000 ընտանիք նախնական տվյալներով, պետք է որ բնակապահովման ծրագրից օգտվեր, իսկ այս ցուցանիշը 8,000 թիվը, որ կա մոտավոր քաղաքացիություն ընդունածների, եւ եթե համեմատություն անցկացնենք, որ բնակապահովման ծրագրին դիմել է մոտ 1000 ընտանիք, որոնցից 115-ն է կարողացել դարձնել, սա բավականին ցածր ցուցանիշներ են։ Մեր երկրի քաղաքացիություն ստանալու հարցում ինչու են արցախցիները դեռ հապաղում, հարցին հարցով պատասխան են տալիս։ Իսկ մենք Հայաստանի քաղաքացի չէինք, ինչ էր մեր 070 կոդով անձնագիրը, եթե ոչ Հայաստանի քաղաքացիության վկայություն։ Ուղղակի ես արհեստական այս խնդիրը ստեղծելով մարդկանց համար դեռ անհասանելի է, ոնց մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, հիմա նորից պետք է քաղաքացիություն վերցնենք։ Քաղաքացիության փոխարեն փախստականի կարգավիճակը գերադասելով բռնի տեղահանված մեր հայրենակիցները նաև Արցախ վերադարձի հարցն են առաջնահերթ փորձում օրակարգում պահել, հավելում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամը։ Բարդ ընտրություն է այսօր այստեղ սեփական կտուր, թե վաղն ու միշտ ամենասեփական կտուրի տակ։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն մայիսի 7-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, նա կվերադառնա մայիսի 11-ին։ Մայիսի 8-ին Նեթանյահուն կհանդիպի Ադրբեջանի նախագահ Ալիևին եւ հրեական համայնքի անդամների հետ։ Ադրբեջանը Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմ չէ եւ հետեւաբար Նեթանյահուի ձերբակալության վտանգ չկա։ Իսրայելի վարչապետի այցը կկայանա Իրան-Ամերիկա բանակցությունների ֆոնին։ Զախարովան բացահայտում է, թե ինչպես է հայտնվել Ռոսիա ռուլիտ գրությունը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի մեքենայի վրա։ Ինչպես նշում է Մարիա Զախարովան, դա պարզապես գոլեգաների հումորային նախաձեռնությունն է։ Բացեմ գաղտնիքը, դա ոչ թե մտածված PR քայլ էր կամ ցանկություն առանձնանալու, այլ մեր գործընկերների ստեղծագործությունը, որոնք իրականում ղեկին էին։ Ու այդպես որոշեցին նշել, որ ըստ էության մեքենայի ղեկին մերոնք են, բայց կարծում եմ գեղեցիկ է ստացվել, ասել է Զախարովան։ ԱՄՆ պետդեպարտամենտը նախազգուշացրել է, որ կհրաժարվի Ուկրաինայում պատերազմի դադարեցման ուղղված դիվանագիտական ջանքերից, եթե առաջընթաց չգրանցվի։ Մենք այժմ գտնվում ենք մի փուլում, երբ երկու կողմերը պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացնեն, թե ինչպես վերջ տալ այդ հակամարտությանը, ասել է պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը, նշելով, որ փոխանցում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ուղերձը։ Ռուբիոն նման նախազգուշացում է արել Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ այս ամսվա սկզբին։ ԱՄՆ նախագահ Թրամփը հարցազրույցում ասել է, որ իր շնորհիվ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնել մարտերը Ուկրաինայում։ Նրա պնդմամբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունը սկսվել է Ջո Բայդենի նախագահության պատճառով։ Միևնույն ժամանակ Թրամփը չի բացառել, որ խաղաղության կնքման հարցում Պուտինը կարող է, այսպես ասած, մի փոքր խաղալ իր հետ։ Նա կարող է մի փոքր խառնել իր գլուխը, բայց կարծում եմ նա ցանկանում է դադարեցնել պատերազմը։ Եթե ես չլինեի, կարծում եմ նա կցանկանար տիրել ամբողջ երկիրը։
կարծում եմ Պուտինը ցանկանում էր ամբողջ Ուկրաինան ու եթե ես չհաղթեի ընտրություններում նա ամբողջ Ուկրաինան գրաված կլիներ։ Ես հավատացած եմ, որ իմ պատճառով է, որ նա պատրաստ է դադարեցնել կռիվը, ասել է Թրամփը։ Խորհրդարանական ընտրություններում լիբերալների տարած հաղթանակից հետո Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ պատրաստ է հաղթել նախագահ Թրամփի սկսած առևտրային պատերազմում։ Այս հարցում նրան զորակցություն են հայտնել Չինաստանն ու Եվրամիությունը, որոնք շնորհավորական ուղերձում ընդգծել են ազատ եւ արդար առևտուրը պաշտպանելու համար Կանադայի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին։ Թրամփը փորձում է մեզ կոտրել, որպեսզի Ամերիկան կարողանա Կանադան վերցնել իր տիրապետության տակ, բայց դա երբեք տեղի չի ունենա, ասել է Քարնին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր օգնությունն է առաջարկել թույլատնելու լարվածությունը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև։ Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի վարչապետի եւ Հնդկաստանի արտգործնախարարի հետ։ Գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնել Հնդկաստանի եւ Պակիստանի միջև աճող լարվածության կապակցությամբ եւ շեշտել է, որ անհրաժեշտ է խուսափել առճակատումից, որը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կնոջ Սարա Նեթանյահուի պատանդների մասին դիտողությունը վրդովմունքի ալիք է առաջացրել հասարակության շրջանում։ Ջահերի վարման արարողության մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետը հայտարարել է. «Մենք Գազայում ունենք մինչև 25 կենդանի պատանդ»։ Նրան ուղղել է կինը, ասելով ավելի քիչ։ Այս ակնարկը վրդովմունքի ալիք է առաջացրել իսրայելական հասարակության մեջ։ Պատանդների վերադարձով զբաղվող շտաբը վարչապետից պահանջել է պարզաբանել իր խոսքն ու կնոջ դիտողությունը։ Թբիլիսիի Վокзальная площадь մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող կենտրոնական շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ականատեսները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է շուկայի երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։ Հրդեհը չեզոքացվել է, այրվել է մոտ 14000 քառակուսի մետր տարածք։ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել հայտնի ակտիվիստ Արթուր Չախոյանը աղմուկանաց մանկապարտեզի եւ խաղահրապարակի կառուցման թեմայով ցանկանում էր հանդիպել թաղապետին։ Թաղապետարանի աշխատակիցներն արգելեցին եւ նրանց միջև ծեծկռտուք սկսվեց։ Վերջում ծեծկռտուքին միացել է նաեւ թաղապետ Տիգրան Տեր Մարգարյանը։ Արմեն Դանելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Աշխատանքի ազատման վարչապետի որոշում սակայն դեռ չկա։ Այս մասին հայտնել է ՍԱՏՄ իրազեկման խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։ Հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Դանելյանն անցած տարի նոյեմբերին էր նշանակվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։ Ես ահավոր շատ էի ծխում, ես թարգեցի ծխելը, հավատացի իմ ուժերին եւ ասեցի ինչ եմ ես ուզում անել, այն ինչ որ ես կարծում եի որ չեմ կարող։ Ես հասկացա, որ ես ուզում եմ նկարել։ Վրցինն առաջին անգամ ձեռքն առնելով բացասական կախվածությունը դարձրեց դրական, մասնակցելով բազմաթիվ ցուցահանդեսների։ Հասկացել է մի բան՝ նկարը ոչ թե հասկանալ, այլ զգալ է պետք։ Այս սկզբունքով էլ վրցնում է իր նկարները արտացոլելով այն, ինչ այդ պահին է զգում։ Գևորգյանցի առաջին ցուցահանդեսն է, ասում է, դիտելու են եկել մարդիկ, ովքեր ունեն ճաշակ, առավել քան ըմբռնում են իր արվեստը։ Իմ կարծիքն է, որ սա նախանձը նայում է բարի մարդու սա սիրտն է, սա էլ իր սպիտակ մաքուր հոգին է, ու ինքը այսենց իր նախանձությամբ նայում է այդ բարի ու մարդու հոգու մեջ, բայց մեր կարծիքը տարբեր է։ Ես էլ կարծում եմ, որ դա նախանձի արտահայտումն է, այդպես ասենք, այսինքն օրինակ նախանձը քար է գցում մեջդ, նախանձը ցավ է պատճառում, նույն մարդու պատկերն է, բայց միջից։ Հեղինական կերս է, այն զգացողությունները, որ ես ունեմ, կապված են երևի լույսի, գույնի եւ հեղինակի զգացումներին ապրումակցելու հետ։ Մարդիկ նկարագրում զգում ու ընկալում են յուրովի Գևորգյանց առաքելությունը կատարված է համարում։ Ստեղծագործական լուծումներն ու ժամանակահատվածն են տարբեր, կան նկարներ, որոնք նկարվել են մեկ օրում, որոշների համար էլ տարիներ են պահանջվել։ Որովհետև ես տեսնում եմ, որ դեռ չեմ վերջացրել։ Չգիտեմ, ես զգում եմ, որ դեռ չեմ վերջացրել։ Դա զուտ զգացողության պահ է։ Այո, մինչև ես ին ներսը հագենա, ասի վերջ այսքանը բավարար է։
Նկարների գույների վարակած տրամադրությամբ ու մեկ գավաթ գինիով են շրջում սրահում ներկաները։ Ցուցահանդեսը նրանց համար նաև թերապիա դարձավ, խորանալով սեփական պատկերացումների մեջ։ Շատերն իրենց վեր գտան ու նոր մոտեցումներ բացահայտեցին։